2020 թվականի պայմանավորված պատերազմից հետո մինչ օրս Հայաստանում ձևավորվել է մի մթնոլորտ, որի նպատակն է կոտրել հայ ժողովրդի դիմադրողականությունն ու պայքարի ոգին։ Այս ամբողջ ժամանակահատվածում ներքին թշնամին հետևողականորեն համակարգված եւ ամենօրյա ռեժիմով տարածում է հուսահատություն, հուսալքություն եւ վախ, փորձելով կոտրել ժողովրդի պայքարի եւ դիմադրության ոգին, հաշտեցնել նրան այն վիճակի հետ, որը մեզ պարտադրվում է արտաքին թշնամու օրակարգով։ Սա հատուկ ծրագրված գործընթաց է, որի վերջն արդյունքում, ըստ այս թրքահպատակների, պետք է ձևավորվի անզոր ճնշված հասարակություն, որն այլևս ունակ չէ դիմադրելու։ Հենց այս մթնոլորտում ազգային ժողովրդավարական բևերը եղավ այն բացառիկ ուժերից մեկը, որը մերժեց հուսահատության պարտադրանքը։ Բևերը իր հազարավոր աջակիցներով դարձավ պայքարի այն կայծը, որը մինչ օրս անկախ տարբեր տեսակի վայրիվերումներից վառ է պահում ժողովրդի պայքարի կրակը։ Այս տարիների ընթացքում իր շուրջ համախմբված հազարավոր մարդկանցով բևերը հրապարակային պայքարի դաշտում է եղել։ Հանրահավաքներ, երթեր, նստացույցեր, տարբեր ակցիաներ են իրականացվել, որոնց ընթացքում հստակ ձևակերպվել են հետևյալ պահանջները։ Հայ ժողովուրդը պահանջատեր է, չի ընդունում դավաճանագրերն ու իրեն պարտադրված պարտությունը։ Արցախը Հայաստան է։ Այս հրապարակային գործողությունների շնորհիվ բևերը դարձել է ոչ միայն դիմադրության խորհրդանիշ, այլև այն հարթակը, որտեղ հայ ժողովուրդը տեսավ իր միասնականության ուժն ու վճռականությունը, դիմակայելու ցանկացած ճնշման եւ փորձի, որը կթուլացնի նրա կամքը։ Բևերի գոյությունը, նրա կազմակերպած բազմամարդ հանրահավաքները, անդադար բարձրացված խնդիրները եւ ազգային ինքնիշխանության պաշտպանության որոգայթները դարձան այն դիմադրական էլեմենտները, որոնք թույլ չտվեցին, որ ժողովուրդը ամբողջությամբ ընկնի պարտադրված հուսալքության մեջ։ Բևերի պայքարը տարբեր ճակատներով է եւ խորքային։ Այն սկիզբ է առնում մտավոր դաշտից, վերլուծություններով, փաստագրություններով եւ ուղիղ եթերներով, որտեղ բացահայտվում են ներքին ու արտաքին սպառնալիքները, բարձրաձայնվում բանակի, սահմանների, կրթության, մշակութային ու պատմական արժեքների, ինչպես նաեւ եկեղեցու եւ ազգային ինստիտուտների պաշտպանությունը։ Այս տեղեկատվական հոսքը վերածվում է լոբիստական գործունեության, միջազգային հարթակներում ապահովելով Հայաստանի շահերի լսելիությունը։ Շարժումը կառուցել է կապեր սփյուռքի կազմակերպությունների, միջազգային փորձագիտական կենտրոնների եւ վերլուծական խմբերի հետ, ապահովելով, որ Հայաստանի ազգային շահերը լսելի լինեն նաեւ աշխարհի տարբեր հարթակներում։ Այս աշխատանքը թույլ է տալիս բևերին միաժամանակ տեղական եւ միջազգային ճակատներում բարձրացնել նույն հարցերը։ Ազգային ինստիտուտները բևերի համար երբեք պարզապես կառույցներ չեն եղել։ Դրանք հայ ժողովրդի ինքնության եւ պետականության հիմնասյուներն են, եւ դրանց պաշտպանությունը չի սահմանափակվում իրավական միջոցներով միայն։ Դա գաղափարական եւ ազգային առաքելություն է, որը ձևավորում է երկրի ու ժողովրդի ապագան եւ պահպանում դիմադրության անխախտելի լարերը։ Այդ պատճառով էլ բևերի առանցնակի ուշադրության կենտրոնում են եկեղեցու նկատմամբ ռեժիմի հալածանքներն ու հոգեվորականների հետապնդումները։ Բայց պայքարը հեշտ չի եղել։ Բևերի առաջնորդներն ու ակտիվիստները տարիներ շարունակ ռեժիմի հալածանքների ներքո են։ Բերման են ենթարկվել, գործել խուզարկությունների, վարչական ու իրավական սպառնալիքների, ուղղորդված վարկաբեկման պայմաններում։ Իսկ հանրահավաքների, ակցիաների ժամանակ ռեժիմի իրավապահ մարմինները առանձնակի դաժանությամբ են վարվել բևերի աջակիցների նկատմամբ։ Սակայն այս ճնշումները միայն խորացրել են շարժման ազդեցությունը, վկայելով, որ այն դարձել է տեսանելի, համակենտրոնացված եւ վճռական ազգային դիմադրության հարթակ, որտեղ յուրաքանչյուր փորձ ճնշելու շարժումը միայն ուժ է հաղորդում նրա գաղափարներին եւ հանրային ներգրավվածությանը։ Բևերը կանգ չի առնում, չի նվազեցնում ազդեցությունը եւ չի հապաղում բարձրաձայնելու այն, ինչը կառուցելու է ուժեղ Հայաստան։ Այն իր առաքելությամբ արդեն դարձել է ոչ միայն շարժում, այլ ազգային դիմադրության սիմվոլ։ Այն կայծը, որը վառ է պահում ժողովրդի պայքարի կրակը, նույնիսկ ամենամութ եւ հուսահատ պահերին։ Միացիր Թելեթոն դրամահավաքին եւ ամրացրու Հայաստանի վերածնունդը։